Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե առաջարկում ենք 1.5 ժամն ամեն ինչ անել, որ անցկացնեք մեզ հետ։ Միասին ենք դիմավորում հերթական ամառային օրը, առավոտը սկսված է, հունիսի 11-ն է, օրը 5շաբթի։ Հունիսն էլ է կիսվում, բայց դեռ ամռան շունչը լիարժեք չենք զգում։ Այո, այդպես է հիրավի, բայց ինչևէ չենք տրտնջում եւ շարունակում ենք բարձր տրամադրությամբ անցկացնել յուրաքանչյուր օր։ Ոնց չենք զգում ամռան շունչը։ Երեք մեքենաս եռում է, ինձ թվաց ես ջերոցի մեջ եմ հայտնվել։ Տիգրան ջան, ամբողջ խնդիրը եղանակային կտրուկ տատանումներն են, երբ դիտարկում ես շատ կտրուկ շոկ միանգամից անցում անձրևի, ճնշման տատանումները մեզ ողջունում են եւ մենք մեր ինքնազգացողությունը եւս մեզ ողջունում է ոչ լավ իմաստով։ Ինչևէ։ Համբերություն ճշմարիտ այդ խնդիրներ ունեցողներին եւ առողջություն բոլորին, ինչպես ասում են, դե իսկ այս առավոտ կազմում պատրաստ լավ տրամադրությամբ եւ ժպիտով ձեզ հետ կանցկացնել Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը եւ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև կարող եք դիտել, մուտք գործեք սոցիալական հարթակներ։ Միացեք մեզ, մենք սկսում ենք։ Մաղում երկնքից արդեն վաղուց էի կարոտել քո սիրուն տեսքին ուզում եմ այսօր սերը իմ գինու մեջ խեղդել կրակով այրող աչերդ երբեք չտեսնել որն է մեղքս որ քեզ սիրում եմ քեզ սիրում եմ քեզ սիրում եմ որն է մեղքս որ քեզ սիրում եմ քեզ սիրում եմ Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 սիրեք, եղեք սիրված եւ առանց այստեղ մեղքի խնդիր չկա, ուղղակի վայելեք ձեր սերը եւ սիրեք։ Ու եղեք ամենակարևորը սիրված։ Փոխադարձ սիրո պարագայում է լիարժեք երջանկությունը եւ փոխադարձ հարգանքի։
Դե իսկ առավոտներ մի մոռացեք սուրճի մասին, սեր եւ սուրճ։ Այո, եւ մի մոռացեք, որ եւ սեր ենք փոխանցում ձեզ եւ առաջարկում մեզ հետ սրճել առավոտ շուտ։ Եվ հարգելի ռադիո լսողներ, դուք կարող եք միանալ մեր վիդեո տարբերակներին, arbradio.am կայք եք մուտք գործում, դիտել կոճակն եք սեղմում կամ էլ իհարկե Facebook-յան հարթակով հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո լայվն արդեն այնտեղ եւս գործարկված է, մենք անպայման կանդրադառնանք ձեր մեկնաբանություններին։ Սա ակնարկ էր, որ ակտիվ լինեք եւ մեկնաբանություններ գրեք 553702 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, հիշեցնում եմ բոլոր նրանց համար, ովքեր դեռ անգիր չգիտեն այն։ Սուրճ ու սեր առավոտից, նաև անհրաժեշտ տեղեկատվություն եւս առավոտյան մեր եթերում։ Երևանում այս պահին 21 աստիճան տաքություն է։ Տեսնենք թե ինչ պատկեր է սպասում օրվա ընթացքում։ Սկսենք, ինչպես սկսեցինք արդեն Երևանից, ապա Կարճատև, Անձրև եւ Ամպրոպը ուժի մեջ են։ Այսօր Բավարար եւս ասում եմ, չեք հավատում։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, զգուշ եղեք խուսափեք կարկուտից, դե իսկ ջերմաստիճանը սանդղակը կբարձրանա մինչև +30 օրվա ընթացքում Հանրապետության միանգամից կցրել։ Դե հանրապետության տարածքում էլ եւս ունենք Անձրև, Ամպրոպ, տեղ-տեղ նաև հնարավոր է կարկուտ, այնպես որ մի նեղվեք, իդեպ այսօր առանձին հատվածներում Հայաստանի նաև անձրևները կլինեն հորդարատ։ Եթե ուզում եք միանգամից լոգանք ընդունել, կարող եք Անձրևի տակ, հորդարատ Անձրևի տակ Շատ ոգևորեցիչ։ ռիլ նկարել։ Բոլորիս, հա, ռիլի համար հնդկական երգի տակ պարտադիր, որովհետև Ինչու անձրև, ոչ։ ծառեր, բնություն, սեր, վազվզող սիրահար զույգեր։ Հայկական Սիրուց ենք խոսում, չենք բնություն, կարող բնություն, չխոսել այդ մասին։ Իհարկե, միևնույն ժամանակ, դե ինչ հարգելի ռադիո լսողներ, անդրադառնանք նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներին, ասենք որ դրանք անցանելի են, եւ ինչ վերաբերում է Ստեփան-Ցմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սա էլ իմացանք։ Այս պահին ես Այո։ Երևանյան քարտեզի մեջ եմ, Երևանի փողոցների քարտեզի մեջ եմ, 7 բալ է խցանումային նիշը եւ հենց այս պահին ես տեսնում եմ, որ մենք ունենք երկու ավտովթար, մեկը Մաշտոցի պողոտայի վրա է, դեպի Մատենադարան, հա, օպերայից դեպի Մատենադարան գնացող հատվածն է, եթե չեմ սխալվում, այո։ Եվ Հետո? երկրորդ ավտովթարը երկու չէ, 3 նույնիսկ ունենք, պատկերացրեք, մեկ Չի, Աբովյան, առավոտ շուտ, ինչու՞։ Աբովյան պուրակի մոտ է հաջորդը եւ հաջորդն էլ Միասնիկյան պողոտա ցելներս 3 ավտովթար ունենք այս պայծրությամբ։ Լավ չի էլի։ Դե, ինչևէ, համբերություն բոլոր վարորդներին, եղեք կանխատեսելի ձեր գործընկեր վարորդների համար, մի մոռացեք, որ Շատ գոյություն լավ ունի թարթիչ, զգուշացրեք ձեր գործողությունների մասին նախապես, միանգամից գիծը մի փոխեք, հիշեք, որ ետևից մեքենա է ընթանում։ Այնքան լավ ասացիր, սա այն դեպքն է, երբ լավ է, որ դուք կանխատեսելի եք։ Եղեք մեքենա վարելիս կանխատեսելի։ Մնացած հարցերում հետաքրքրությունը շատ կարևոր է, չէ՞։ Մի ավտովթար ավելացնեմ ու շարունակենք։ Գնացինք։ Բրազիլիայի հրապարակում եւս ունենք ավտովթար, այնպես որ հետո։ 3-ը չի, այլ 4-ն է, այս պայծրությամբ։ Լուրջ, նույնիսկ 4-ը։ 7 բալ է խցանումը, կարծում ամեն ինչ մնասված է։ Այո, 7 բալը դե այդքան էլ վտանգավոր չի։ Տեղափոխվենք օդային տարածք հարգելի ռադիո լսողներ եւ փորձենք հասկանալ ինչ է կատարվում ժամանումների սանդղակում։ Ունենք ժամանումների սանդղակում, երբ դիտարկում ենք, ունենք երկու ուշացում։ Սոչի երկու չվերթները հարգելի ռադիո լսողներ 9:45-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 10:30-ին, բայց ուշադիր հետևեք on-line տարբերակով, որպեսզի ձեր հարազատները, բարեկամները երկար չսպասեն, մինչ դուք տեղ կհասնեք եւ մի մոռացեք, որ մայրաքաղաքում էլ կան խցանումներ։ Մնացածը ժամանակին են եւ բոլոր ժամանումները տեղի կունենան ժամանակին, ժամանումը ժամանակին։ Ինչ վերաբերում է մեկնումների սանդղակին, ապա քանի որ Սոչի ինքնաթիռը ուշ է ժամանելու, ուշ էլ կթռնի եւ Սոչի երկու ինքնաթիռները 10:35-ի փոխարեն երկինք են բարձրանալու 11:30-ին, այսինքն ուշացում կա, բայց կապ հաստատեք նաեւ այն ավիաընկերությունների հետ, որոնցից գնել եք տոմսերը, որպեսզի հասկանաք, թե դուք երբ պետք է լինեք օդանավակայանում, որովհետեւ հաճախ լինում են դեպքեր, երբ ուշացումները բացարձակ կապ չունեն, դուք պետք է լինեք նախնական սահմանված ժամին, որը գրված է տոմսի վրա։ Սա էլ էսպես խցանումները հաշվի է կառնում, բոլորիդ ասում ենք բարի գալուստ, նաև ասում ենք բարի ճանապարհ։ Տեսնենք, թե ինչ են մեզ համար այսօր կանխատեսել կենտրոնական բանկի մասնագետները, ինչ փոխարժեքներ են սահմանել։
Ամերիկյան 1 դոլարի օրվա փոխարժեքը 368 դրամ է, 1 եվրոն 425, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 511 դրամ է, վրացական լարին 138 դրամ է, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի արժեքը 100 դրամ է եւ իրանական ռիալը 0.026, տեսնում ես արդեն դեպի վերելք է գնում ռիալը, այնպես որ բողոքելու կարիք չկա։ Կարծես թե օրվա հետ կապված այսքանը քիչ հետո կտեսնենք օրացույցում ինչ կա չկա։ Կատարվում, այո։ When I call your name, you be on your way. You be on your knees, praying for my love. When you call my name, and I let you play. Oh baby, please, come call my bluff. 'Cause I don't need no alibis. You fall each and every time. Hand me your heart on a plate, and I still hear you say, baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Telling all your friends that you had enough. Then you circle back like you never left. Say you're hard to tease, but you fall so easy. Say you're out the door, then you're back for more. Hand me your heart on a plate, and I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Won't you stay? Won't you stay? Oh, under the covers, baby, won't you stay? Cut the wire and let it burn. Every story's a lesson learned. Shut your mind off and enjoy the game. And I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for this pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Won't you stay? won't you Stay? Oh, under the covers, baby, won't you stay? Սուրճ ու սեր առավոտից։ 9:43 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, առանձնահատուկ ողջունում ենք Էդիկ Բաբուջյանին, Նանե Խաչատրյանին, Վիգեն Եղիազարյանին, նրանք բոլորը մեզ բարի լույս են մաղթում Facebook-յան հարթակի մեկնաբանությունների դաշտում, շնորհակալություն, մենք էլ ձեզ ենք ողջունում եւ իհարկե մաղթում ակտիվություն առավոտից, ամբողջ օրը անցկացրեք լի էներգիայով եւ փորձեք ոչ մի գործ կիսատ չթողնել։ Այնպեսի տպավորություն է, որ Էդիկ Բաբուջյանը մեզ մոտ աշխատանքի է։ Հատուկ թղթակիցն է մեր, որ մի օր չի գրում անհանգստանում ենք, ասում ենք հո բան չի պատահել։ Գյումրիի հատուկ թղթակիցն է։ Էդիկ ջան, խնդրում ենք նաև տեղեկացնել Գյումրիում ինչ եղանակ է առհասարակ, անձրևում է թե ոչ, գիտենք որ եթե մեզ մոտ անձրևում է, ապա Գյումրիում մի քիչ ավելի սաստիկ տարբերակն է միշտ լինում։ Արի ողջունենք նաև առանձնահատուկ Սյունիքի մարզի մեր ռադիոսողներին, որովհետև առաջիկայում մենք հանդիպելու ենք։ Մենք վաղն առավոտյան ճանապարհ ենք ընկնելու եւ սպասում է հանրային ռադիոյի էստրադայի սիմֆոնիկ թվագախմբի ելույթները Սյունիքի մարզի 2 համայնքում ուշադրություն հունիսի 13-ին ժամը 17-ին մենք կլինենք Մեղրիի մշակույթի տանը իսկ հունիսի 14-ին ժամը 18-ին մենք կհանդիպենք Սիսիանի մշակույթի կենտրոնում մուտքն ազատ է սպասում ենք բոլորին մենք սպասում ենք ձեզ սպասում ենք սիրելի եւ ջերմ հանդիսատես ձեր ծափահարություններին եւ լիահույս ենք որ միասին կունենանք գեղեցիկ երեկո եւ համերգային ծրագիրը
ամբողջությամբ ձեզ կկտրի իրական կյանքից, կվայելեք այդ մի քանի ժամը։ Դե ինչ, կարմիր գորգերը փռեք ու սպասեք, մենք գալիս Մենք ենք գալիս Մեղրի եւ Սիսյան։ Իսկ մինչ այդ անդրադառնանք օրվա օրացույցին, հունիսի 11-ն է օրը 5 շաբթի, տեսնենք ինչ միջազգային տոներ կան այսօր։ Դե, կարևոր տոներից մեկն է կենթանաբանական այգիներում փղերի պաշտպանության Հատկապես ուղղված փղերի, գործողությունների այո, այո։ միջազգային օրը, այո, շատ կարևոր օր է։ Ինչու մենք չպաշտպանենք փղերին։ Այո, եւ պետք է ուղղակի փղերի հետ էլ զգույշ լինել, որ հանկարծ միամիտ չվնասի Մեկ էլ քեզ։ տեսած։ Վարդագույն գինու միջազգային օրն են նշում այսօր Իմ աշխարհում։ սիրելի տարբերակներից մեկն է։ Գնանք առաջ եւ տեղափոխվենք ազգային տոներ։ Եվ այսպես, Միացյալ Նահանգներից ենք սկսում բնականաբար, գյուղատնտեսության աշխատողների օրն է։ Սա էլ է շատ լավ օր։ Գեղեցիկ կյանքի ազգային օր ունեն ամերիկացիները, որը նշում են այսօր հունիսի 11-ին։ Մենք պետք է հասկանալ ինչ է մտնում գեղեցիկ կյանք։ Ցոփ ու շվայտ կյանքը նկատի Չգիտեմ, ունեն։ միգուցե, չէ, բայց գեղեցիկ կյանք հասկանում ես, ոչ թե հարուստ, այլ գեղեցիկ։ Դե պետք է չեմ հասկանալ։ կարող ասել, չեմ կռնասել։ Պետք է իրենց հարցնել։ Այո, պիտի իրենց հարցնել, գնանք առաջ, հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգներում նշում են գերմանական շոկոլադե տորթի ազգային օրը։ Երևի սիրում են Դա գերմանական երևի շոկոլադ։ ընդունված տարբերակ է, զուտ անունն է գերմանական։ Եվս մեկ խոհանոցային տոն նահանգներում ապխտած մսի օրեն նշում ամերիկացիները։ Ու ես հիշեցի պրոշուտոն, պրշուտը, այսպես ասած, Կամ ապխտած կամ միսի կամոնը։ այդուհանդերձ։ Իսպանական։ Իդեպ ասեմ, որ այստեղ մեծ վեճերի առարկա է դարձել այդ պրոշուտոն կամ պրշուտը նույն բանն են։ Դրանք իտալացիք ասում են, որ իրենք են ստեղծել, իսկ Չեռնագորիայում ասում են, որ իրենք են ստեղծել եւ ունեն յուրատեսակ մշակույթ, Ասեմ ինչ երկարատև անեն։ Թող ուտեն իսպանական կամոն։ Դե ոնց ասես, բայց նրանց Նույն բանն է գրեթե։ պրշուտը շատ ուրիշ է եւ շատ համեղ է։ Երևի չես փորձել։ Կարող է Մի լավ է, ես խոսքով փորձում գնացինք։ հայկական բաստուրմա։ Օ, ես էլ եմ հոմոձայն, ես սիրում եմ մեր հայկականը, ինչ խոսք չի Ով առավոտ շուտ ես ինչ թեմաներ են։ Հա, էլի, դուք տանն եք, ինչ հա, ուզեք էլի։ կարող եք ուտել, բացել սառնարանի դուռը, նայել ինչ կարելի է ուտել եւ ուտել։ Իսկ մենք աշխատավայրում ենք փակված մեր գեղեցիկ ստուդիայում։ Մի բան էլ ասեմ ու շարունակեմ։ Ասա։ Տաք լավաշ, պանիր հայկական Ու կանաչի։ ու կանաչի։ Լոլիկ վարունգ։ Եվ բաստուրմա։ Թթվասերն էլ չէր խանգարի Դե լավ, հետ։ լավ, Ահա, լավ։ ստեղծեցինք Սո, հայկական դուրս գեղեցիկ եկանք, նախաճաշ, դրանից դուրս լավ եկանք բան։ խոհանոցից։ Վերջ մոռացիր, Վերջ, լուսնե վերջ, մոռացիր, վերջ, այդ նախաճաշի մասին գնացինք։ Նահանգներում այսօր նշում են Եգիպտ Գեղտոտ գրքի օրը։ հասկացա։ Բայց ինչի։ Ինձ թվում է, որ երկար մնացել է այդ գիրքը, Փոշոտվել է։ մաշվել է, փոշոտվել է, Չէ։ տարիքի մասին է, էլի լավ իմաստով նկատի ունեմ, որովհետև որքան հնանում են գրքերը, նրանք այնքան արժեք ունեն բնականաբար։ Բարձվում է հարևանություն անում են, անել սիրում են ոչ Ոչ միայն միայն հայեր, հայերը, այլև արգենտինացիները, այո։ այսօր նրանք նշում են հարևանի օրը։ Այնպես Այսպես որ ինչու հայկական օրացույցը չունի նման օրեր։ Արի մենք հորինենք այդ օրերը, ինչ կարծիք ունես։ Մենք որոշենք Ռադիոլսողների օգնությամբ։ Իմիջայլոց գրեք մեկնաբանությունների դաշտում օրինակ ինչ տոն կուզեիք Հայկական, լիներ ազգային հայկական, որ միշտ նշեինք մեծ շուկով, օրինակ ինչպես նշում ենք, չգիտեմ, հունիսի 1-ին, ինչպես նշում ենք, էլ ինչ է մարտի 8-ին, Ապրիլի տոներ 7, ասեք, յուրատեսակ տոներ ասեք, Չէ, բայց լինեն մերը։ Մերը, առանձին։ այո։ Ահա։ Միայն եւ միայն մերը։ Գնանք առաջ։ Գնանք առաջ։ Բրազիլիայում նշում են ռազմածովային նավատորմի օրը։ Կանադայում նշում են Ուիլյամ Դեվիսի հանքափորների օրը։ Հոնդուրասում ուսանողի օր են նշում։ Այ գնանք Ռուսաստան, հետաքրքիր օր կա։ Նոր աստղի որոնման օրն են նշում Ռուսաստանում, փորձում են աստղ գտնել, հիշում ես, ֆիլմերում ես հաճախ տեսնում, օ, աստղ ընկավ, երազանք պահիր, այն անպայման կիրականանա, նոր աստղեր փնտրենք Բայց եւ ահա կգտնենք։ հաջորդ տոնը ես չէի սպասում իրականում։ Ես հակառակը իրենցից սպասում եմ։ Ամերիկյան նորացույցում գուցեև Չէ, դե կարդային մի չզարմանային։ ասա այդպես, ես Դա ֆրանսիական սպասում եմ։ նորացույցում։ Չէ, ես սպասում եմ, այնտեղ ի վերջո Արի ասենք։ Ռուսաստանում այսօր նշում են անսանձ գրքի օրը։ Այդպես օրը։ այո, առավոտ շուտ Տիգրան ջան, ինչ Դե հիմա Արի օրացույց է։ չշեղվենք։ Դե հիմա այո, Ես շատ լավ ունեղավոր չեմ։ տոն է իրականում։ Ինչ վատ տոն է, Արի որ գնանք դեպքեր իրադարձությունների բաժին, եւ Ահա։ տեսնենք ինչ կա։ Գնացինք։ Հետաքրքիր է, որ այստեղ 2003 թվականին Եգիպտոսում ծնվել է երկգլխանի եւ 6 օտանի հորտուկան։ չեմ կարող հասկանալ ինչպես Դե ինչու, իմացան ախ վել ինչու։ Գրանցել են համարյա։ Տեղափոխվենք 1999 թվական, հենց այսօրն է նշանակվել Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը։ 1982 թվական տեղի ունեցավ Երջանկության մեխանիկա գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը եւ Գոր Սահակյանը։
Կարծում չկա մարդ, Մարդ, ով որ չի չսիրի մնա, այո։ եւ ով չի դիտել երջանկության մեխանիկան։ 1965 թվականի այսօրը Անգլիայի Ելիզավետա Թագուհին Բիթլզի անդամներին պարգևատրել է բրիտանական կայսրության մեդալով։ Ահա, եւ շարունակենք թերթել պատմության էջերը, փորձենք հասկանալ, թե այն ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել։ 1770 թվականին ծովագնաց Ջեյմս Քուքը հայտնագործեց կորալյան մեծ արգելախութը։ Տեղափոխվենք 1742 թվական, հենց այսօրն է ստեղծվել խոհանոցային սալիկը եւ այն ստեղծել է Բենջամին Ֆրանկլինը։ Այո, որքան հարմար են այդ խոհանոցային սալիկները, ասեք, որ այդպես է։ Կանաչի կտրելու համար, Ոչ միայն։ չէ՞, հասկացա։ Կարող ես այնտեղ նույնիսկ ապարել։ Սահելով։ Արի տեղափոխվենք 1632 թվական, Գնացինք։ Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուզոն վերադառնում է Անգլիա 35 տարվա բացակայությունից հետո, որից ավելի քան 28 տարին միայնակ անցկացրել էր անմարդաբնակ կղզում։ Մի տեսակ էքշնի հոտ է գալիս այսօրվա իրադարձային օրացույցից։ Տեղափոխվում ենք 1580 թվական, հենց այսօրը իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը։ Եվ 1496-ին Քրիստոֆոր Կոլումբոսը ավարտում է իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Այո, եւ իհարկե Ճակատամարտի մասն էլ ասենք։ եւ ասենք մինչ ճակատամարտը, որ Իսպանիայում նա հայտարարել է, որ գտել է ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա Կուբա կղզի։ կղզի։ Դե իսկ 1125-ին տեղի ունեցել Ազազի Այո, ճակատամարտը։ Գնացինք, շարունակենք առաջ եւ փորձենք Տեսնենք ովքեր են ծնվել։ Հիմա ասենք թե երգ լսենք, գնացինք, Ասենք, ասենք, ֆուտբոլային այսպես ծնունդ ունենք, մի քանի իդեպ, արի երկուսն էլ միաժամանակ ասենք 1989 թվականի այսօրն է ծնվել իտալացի ֆուտբոլիստ պաշտպան Լորենցո Արիաուդոն։ 1988-ին է ծնվել իսպանացի ֆուտբոլիստ դարպասապահ Խեսուս Ֆերնանդեսը։ Արի մարզական լուրերը շարունակելով Արի։ նաև տեղեկացնենք, որ 1961 թվականի այսօրն է ծնվել ծանրամարտիկ Օքսեն Միրզոյանը, 1988-ին դարձել է օլիմպիական չեմպիոն։ Շարունակենք ավստրալիացի դերասանուհի Քլեր Հոլթն է ծնվել այսօրը 1988-ին։ Շարունակենք հարգելի ռադիո լսողներ եւ ասենք, որ 1943 թվականի այսօրն է ծնվել ֆրանսահայ հայագետ, ազգագրագետ, էաբան եւ անտոլոգ Ալեքսանդր Վարպետյանը։ Ամերիկացի դերասան Ջին Ուալդերը ծնվել է 1933-ի այսօրը։ Ամերիկացի թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Ջերեմ Սիլբերմանը ծնվել է 1933-ի այսօրը։ Այսօրն է ծնվել գերմանացի հայտնի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսը, նրա ծննդյան տարեթիվն է 1864-ը։ Ոնց որ վերջ։ Եվ ֆրանսիացի օվկիանոսաբան Այո, Ժակ Իվ Կուստոյի Ժակ Իվ Կուստոն, այո։ 1910-ին է ծնվել Ժակ Իվ Կուստոն։ Այսքանը փակենք Մենք ամեն ինչ օրացույցը։ ասացինք, ոչ Արխիվի բաց դռները չկրեցինք։ փակում ենք, այո, եւ լսում հերթական երաժշտական կատարում, կարծում եմ հետո էլ իհարկե կծանոթանաք օրվա լրահոսին, Դե տեսնենք։ տեսնենք։
Անկեղծորեն լուրեր ունենք այսօր ժամը 10-ին եւ այս պահին մեր տաղավարը ժամանել ռադիոլուրի մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանը։ Հասմիկ ջան, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, ես տեղեկացա, որ դուք այսօր խոսելու եք փղերի պաշտպանության Եվ ոչ միջազգային միայն օրվա մասին։ Օրացություն կան եւս ուշագրավ տոներ, որոնցից մեկը անցած կրքի օրն է, մենք լուսների հետ քննարկում էինք այդ ամենի մասին։ Ինչ կասես դու։ Այդ թեմային այդպես մասնակից չեմ կարող Այդ լինել։ թեմային կադրադառնանք առաջիկա թողարկումներով։ Այդ Հասմիկ ջան։ իրավունքը ձերն է։ Խոսել եթերում այդ մասին։ Ահա, թե Ես ինչ է լինում, կարող եմ երբ լրատվության խոսել ներկայացուցիչը հանդիպում է աշխատանքային ժամանցի։ խմբի մասին։ Ես կարող եմ մի բան ասել, այսօրվա մեր եթերից հետո Հասմիկը գալու է 30 վայրկյան շուտ լուրերից։ Այո։ Որ Եթե մենք այդ չխոսենք- թեմայի մասին եք Որ խոսել։ նման- Դե բարձ է, ամեն օր չենք կարող Ժամանակ խոսել։ Ամեն օր չենք կարող այդ թեմայից խոսենք, ախր Հասմիկ ջան։ Ամեն ինչ լավ է լրահոսում։ Այո, շատ լավ է, բայց քանի որ դուք Փղերը չեք ուզում կան, անդրադառնալ փղերը այն կան։ հետազոտություններին, որ ես եղել էի, Փղերի կթողնեմ մասին։ ձեզ մոտ, Փղերի դուք մասին։ կքննարկեք։ Փղերի իդեպ հյուր ենք ունենալու հենց այդ թեմայով։ Լուրջ։ Հա, Հա? չգիտեի։ Չգիտեմ։ Փղերից ենք խոսելու Այո։ այսօր։ Ես եմ ասում, դու այսօր ինչու ես այդքան ասում փղերը պետք է պաշտպանել։ Դե բա, փղերից ենք խոսելու։ Չէ, պաշտպանելու կարիք չէ ունեն, ոնց չունեն, բայց մեզնից չունեն։ Կոնկրետ մենք ինչ ենք Մենք արել։ անվտանգ։ Այո։ Հասմիկ, ասա որ այս պոզիտիվ տրամադրությունը քեզ հիմա փոխանցի, որպեսզի դու ել ավելի առույգ եւ կայտար ներկայացնես լուրերը։ Ինչպես միշտ, ձեր ընկերակցությամբ։ Դե ինչ, մենք քեզ լիցքավորեցինք, մնում է լիցքավորվենք լուրերով, հենց հիմա ուղղելով ժամացույցները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Ռազմավարական օրակարգից գործնական քայլերի, ինչով է զբաղվելու Եվրամիություն Հայաստան աշխատանքային խումբը։ Միացյալ Նահանգները կրկին հարված է հասցրել Իրանին, Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Զելենսկին կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին, հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Այս ամենի մասին եւ ոչ միայն վարքյաններ անց։ Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զայեդին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Իր ուղերձում մասնավորապես Զայեդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին եւ բարգավաճմանը։ Իրաքի վարչապետն ընդգծել է մարտահրավերներին համատեղ դիմակայելու եւ տնտեսական ու զարգացման ոլորտներում համագործակցությունը բարելավելու կարեւորությունը։ Տեղեկացնենք, ԱՄՆ նախագահը նույնպես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կառույցի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը, պատճառը Երևանի կողմից ավելի քան 2 տարի անդամավճարները չվճարելն է։ Կազանում ընթացող ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մասնավորապես արտգործնախարարն ասել է մեջբերում Հայաստանը ավելի քան 2 տարվա պարտք է կուտակել կազմակերպության բյուջեին, գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ քարտուղարությունը կնախապատրաստի իրավական վերլուծություն կանոնադրության դրույթների կիրառման վերաբերյալ, որոնք կարգավորում են նման իրավիճակները։ Մեջբերման ավարտը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության համաձայն ֆինանսական պարտավորությունները չկատարելու դեպքում անդամ պետությունը կարող է ժամանակավորապես զրկվել կազմակերպության մարմիններում քվեարկելու եւ քվոտավորված պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից, քանի դեռ պարտքը ամբողջությամբ չի մարվել։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանելով իրավիճակը հստակեցրել է Երևանի դիրքորոշումը, մասնավորապես ասել է.
Մենք անդամավճարներ չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում կազմակերպության աշխատանքներին։ Տեղեկացնենք, Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, կառույցին մեղադրելով Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն բացառում նաև կազմակերպությունից դուրս գալու հավանականությունը։ Իսկ հա հունիսի 8-ին իր աշխատանքներն է սկսել Եվրամիություն Հայաստան նոր համատեղ խումբը, որի ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին ընդամենը օրեր առաջ հունիսի 4-ին։ Այս կառույցի գործարկման մասին հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վարչապետին հղած իր շնորհավորական ուղերձում։ Հատկանշական է, որ հանձնակատարն օգտագործել է ոչ թե պարզապես working group աշխատանքային խումբ, այլ task force տերմինը։ Եվրամիության փաստաթղթային հասկացություններում սա մատնանշում է ավելի բարձր մակարդակի, կոնկրետ նպատակ հետապնդող եւ օպերատիվ համակարգող մեխանիզմ, քան սովորական աշխատանքային խումբը։ Ըստ Մարտակոսի հայտարարության համատեղ խմբի պաշտոնական նպատակը Երևանի եւ Բրյուսելի միջև գործընկերության հետագա խորացումն է, իսկ այլ մանրամասներ կազմի համանախագահների նիստերի պարբերականության կամ հստակ մանդատի մասին դեռևս չեն հրապարակվել։ Այս թեմային ընդգրկուն անդրադարձել եմ Ռադիոլուրը, այլ մանրամասներ կներկայացնենք մյուս եթերաժամերում։ Այժմ միջազգային անցուդարձի մասին ամերիկյան զինուժը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցնում Իրանին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հաստատել է նոր հարվածների մասին տեղեկությունները։ Իսկ հա ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի տարածքում գտնվող թիրախներին նոր ինքնապաշտպանական հարվածներ հասցնելու մասին ի պատասխան Իրանի ագրեսիայի։ Այս հարվածների հետևանքով ըստ Axios-ի եւ Press TV-ի Իրանի հարավում ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաներին։ Մասնավորապես իրանական կողմը տեղեկացնում է, որ հինգշաբթի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա, ինչպես նաև Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ եւ Ահմադ Ալ-Ջաբեր ավիաբազաներին։ Իսկ Քուվեյթի կառավարական հաղորդակցության կենտրոնը հայտնում է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մեջբերում թշնամական օդային թիրախներ։ Մեջբերման ավարտը։ Reuters-ի փոխանցմամբ Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությունը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին, այդ թվում նավթատարերի եւ այլ կոմերցիոն նավերի համար։ Թեհրանից զգուշացրել են կթիրախավորեն նեղուցով անցնել փորձող նավերին, ըստ Վաշինգտոնի, սակայն Հորմուզը անցանելի է մնում։ Մինչև այդ նախորդ գիշեր ԱՄՆ Իրան փոխադարձ հարվածներից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր, Իրանը շատ է ձգձգել խաղաղության գործարքի շուրջ բանակցությունները եւ հիմա վճարում է դրա գինը։ Թեհրանն էլ զգուշացրել է, որ իր ուժերը պատրաստ են ջախջախից եւ վճռական պատասխան տալ Միացյալ Նահանգներին։ Եվ լրահոսի վերջին լուրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայում կմասնակցի G7-ի գագաթնաժողովին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Մակրոնն ընդգծել է, որ Զելենսկու մասնակցությունը անհրաժեշտ է Ուկրաինային աջակցելու հարցում կոնսենսուսի վերականգնման համար, սա հատկապես կարևորվում է եվրոպացի առաջնորդների եւ ԱՄՆ նախագահի միջև առկա տարաձայնությունների ֆոնին։ Սա մեզ համար չափազանց կարևոր է, մենք պետք է G7-ի շրջանակներում վերականգնենք միասնական դիրքորոշումը Ուկրաինային աջակցելու եւ պատերազմի տարբեր ասպեկտների, այդ թվում հնարավոր բանակցությունների անհրաժեշտության վերաբերյալ, ասել է Մակրոնը, եւ նրա խոսքով Ուկրաինայի նախագահը հանդիպմանը կմիանա երեքշաբթի առավոտյան։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք քիչ ավելի ուշ, մնացեք հանրային ռադիոյի հետ, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
Ուսեր առավոտից։ 11:11 մենք վերադարձանք Անդրայինի ուղիղ եթեր։ Բայց ձեզ Մարիլուս։ տարանք հերավոր գեղեցիկ օրեր, երբ Whitney Houston-ի երգերի ներքո Այո։ անցնում էին մեր էմոցիոնալ որոշակի պահեր, վայելում էինք, լսում էինք, բայց կարծում եմ, որ Whitney Houston-ի կատարումները ժամանակ չեն ճանաչում եւ մշտապես ակտուալ են ու կարելի է Դասական են հաճույքով դարձել։ լսել, այո։ Նույն հատկապես անձրևոտ եղանակին, իդեպ մենք Էդիկ Բաբուջյանին խնդրել էինք, որպեսզի տեղեկացներ Գյումրիում ինչ եղանակ է։ Նա գրել է, որ Գյումրիում գիշեր նահավոր կարկուտ է տեղացել։ Ես տեսել եմ այդ կադրերը։ Չեն եղել շատ հորդորատ էր։ դե փաստորեն մի քանի օր առաջ էլ շատ հորդորատ անձրև էր նաև այնպես որ ինչ ասենք այսպիսի բաներ հուսանք Մեղրիում Սիսիանում եղանակը լավն է Եվ լինելու չի խանգարի, որպեսզի հանդիսատեսը գա եւ վայելի։ Իրենց չի խանգարի, մենք չնեղվենք, մենք սովոր փակ չենք մի քիչ։ տարածքում Փակ տարածքում է։ Այո, Ինչ եւս պետք է մեկ կա։ անգամ հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, որ մենք վաղն առավոտյան ճանապարհ ենք ընկնելու ու գալու ենք Մեղրի առաջինը։ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ելույթները Սյունիքի 2 մարզի երկու համայնքներում են հունիսի 13-ին ժամը 17-ին մենք կլինենք Մեղրի մշակույթի տանը, այնուհետև կուղևորվենք Սիսիանի մշակույթի կենտրոն եւ հունիսի 14-ին ժամը 18-ին բոլորին կսպասենք։ Այո, եւ այդ համերգները վարելու ենք ես ու Տիգրանը, այնպես որ մենք ակնկալում ենք, որպեսզի նաեւ հանդիպենք մեր մշտական ռադիոլսողներին Մեղրիից եւ Հատկապես Սիսիանից Սուրճ Ուսեր առավոտից հաղորդում Այո, ռադիոլսողներին եւ այո։ երաժշտական առավոտի ռադիոլսողներին։ Այնպես որ մենք սպասում ենք, որպեսզի միասին ծանոթանանք օֆլայն տարբերակով, Եկեք մինչ այդ կնկարվենք։ օնլայն կարող եք գրել, որ մենք հանդիպենք։ Մենք սպասում ենք ձեր նամակներին ու արձագանքներին։ Եվ որ գաք անպայման կմոտենաք, եւ կասեք, որ Այո, դուք էլի։ լսում եք մեր հաղորդումը։ Մենք սպասում ենք ձեզ։ Դες մենք շարժում ենք առաջ, դեռ հյուրասրահ ունենք եւ դեռ շատ ասելիք։ Vačerov աղջի la 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 Քաղցր vačerov աղջի la 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 Ողջ աշխարհը մանեգա քեզ պես աղջիկ չտեսա Ես վինու շարմի տղա իմ սրտի հետ մի խաղա Արի բացեր տանդուրը Կանաչ կարմիր է la 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 Բոյը դալար բարդի է la 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 Ախ ես քեզ ոչ սիրեմ գարնան արև Ես սիրահար պատանի քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը ասա Ես սիրահար պատանի քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը ասա բարով ես եկել Ախ ես քեզ ոչ չսիրեմ գարնան արև ես իմ յար Ես սիրահար պատանի
Սուրճ ու սեր առավոտից։ 10:17 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս, մաղթում ժպիտ, լավ տրամադրություն եւ իհարկե եթե չունեք փոքրինչ, այդքան էլ լավ չի ձեր տրամադրություն, ունենք հետաքրքիր լավ առաջարկ։ Ականջակալներով շարունակում եք հետևել մեր ծրագրին, լսում եք մեզ, բայց ինչ եք անում տրամադրությունը ել ավելի լավացնելու, ջերմացնելու համար։ Ուղևորվում եք միանգամից կենթանաբանական այգի Այո, Ինչու ոչ շփվելու կենթանական բնության, աշխարհի կենդանիների հետ եւ կտեսնեք թե որքան բարերար ազդեցություն են ունենում ձեր հուզական վիճակի, հոգեկան վիճակի եւ իհարկե տրամադրության վրա։ Կկտրվեք բոլոր տեսակի բոքսերից։ Միանշանակ։ Այս պայն սիրով ուզում ենք ողջունել մեր հյուրին Երևանի կենթանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանին։ Սիրով ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս բոլորին։ Շնորհակալություն հրավերքի համար եւ այո դուք միանգամայն ճիշտ եք Երևանի կենթանաբանական այգին դռները բաց է բոլորի համար ոչ միայն կենթանիներին տեսնելու շփվելու մասնագիտական շփում ունենալու համար այլ նաեւ ուղղակի աշխատանքից կտրվելու հոգսերից կտրվելու նպատակով Այսինքն մարդիկ կարող են ուղղակի վեր կենալ գնալ որպեսզի իսկապես մոռանան իրենց խնդիրները Իհարկե Ռելաքս տարբերակը գործում է Իհարկե միանշանակ նամանավանդ որ այգու սկզբնական հատվածը հանրային հատված է այսինքն այնտեղ անհրաժեշտ չի տոմս գնել որպեսզի այդ հանրային հատվածից օգտվել այնտեղ կարելի է գնալ հանգստանալ առօրյայից հոգսերից կտրվել ծառերի ստվերում եւ ունենալ հաճելի հանդիպումներ Կենթանաբանական այգին շատ է փոխվել դեպի լավը ես հիշում եմ խորհրդային միության տարիներին երբ դպրոցականն էի ծառողներիս հետ գնում էինք եւ այն ժամանակ մտնում էր կարծես կար բուրմունք, հա ինչ որ տհաճ Բացի բուրմունքը եւ ոչ այնքան խնամված էին, հա, վանդակների շուրջ այդ արահետները, իսկ հիմա այգին դարձել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Եվ ամենաոգևորող հատվածը երբ կան ազատավանդակներ։ Սա շատ կարևոր նուրբ հարց է։ Այո, շնորհակալություն գնահատման համար։ Ասեմ, որ ես Երևանի կենթանաբանական այգու այս պահին աշխատող ամենահին աշխատակիցն եմ, Քանի տարի։ Ես կենթանաբանական այգի մուտք եմ գործել 15 տարեկան հասակում 1985 թվականին որպես պատանի բնասեր այն ժամանակ ունեինք պատանի բնասերների ակումբ կենթանաբանական այգում եւ 16 թվականին երբ որ ստացա առաջին իմ հնարավորությունը աշխատելու այսինքն անձնագիր ստացա իմ առաջին աշխատանքի վայրը դա Երևանի կենթանաբանական այգին էր ամառային արձակուրդների ընթացքում Բնականաբար շատ է փոխվել եւ դա ոչ միայն այսպես արդարության համար պետք է ասեմ որ դա ոչ միայն մեր այսպես շնորհքն է, այսա գլոբալ տենդենս է։ Այնքան 20-րդ դարում կենթանաբանական այգիներին համաշխարհային մոտեցումները լրիվ ուրիշ էին, ներկայացվող պահանջներն էին այլ, զարգացումը ընթացել է լրիվ այլ ուղղությամբ եւ այժմ այն հին ձեր հիշած մանկությունից իմ ձեր գազանանոցները արդեն չկան, այո, կան կենթանաբանական այգիներ, բիոպարկեր, սաֆարի պարկեր, որտեղ առաջնայինը կենթանիներին Եվ դա ավելի ճիշտ է ու արդարացի, որովհետև դու նրանց տեսնում ես վայրի բնության մեջ, ազատության մեջ, եւ նրանք սովոր են իրականում ու հետո հասկանում ես, որ եթե նրանց չվնասես ու ձեռք չտաս, սխալ քայլեր չանես, ապա որևէ խնդիր չի առաջանա։ Կարևորը կանոններին հետևելն է, բայց այդուհանդերձ տեսնում ես երջանիկ կենթանիներին։ Այո, միանշանակ։ Տարածության տեսանկյունից։ Մենք կարող է այդպես ստացվի երանելի մի պահ կա, որ այդպիսի սաֆարի էլ մենք ունենանք։ Ասեմ, որ սաֆարի պարկերին ներկայացվող պահանջները այլ են, այսինքն այստեղ պետք է ունենան շատ մեծ տարածքներ, բնականաբար նաև ֆինանսական մեծ ներդրումներ են, այնինքն մեկը մեկին չփոխարինող բան, քաղաքային կենթանաբանական այգին, եվրոպական բազմաթիվ քաղաքներում գոյություն կան եւ քաղաքային կենթանաբանական այգիներ, որոնք ունեն պատմություն, հիմնադրվել են քաղաքի կենտրոնական հատվածում, հետո քաղաքները մեծացել են, դրանք հայտնվել են քաղաքի կենտրոնում։ Մի ժամանակ ծայրամաս են եղել, ինչպես մեր կենթանաբանական այգին, հետո քաղաքը մեծացել է, հայտնվել են կենտրոնում։ Այդպիսի այգիները չեն կարող վերածվել սաֆարի պարկերի, պատճառ։ Այո, եւ նման դեպքերում սովորաբար կան առանձին քաղաքային կենթանաբանական այգիներ
եւ կամ բիոպարկեր, կամ Որը քաղաքից դուրս է։ սաֆարի պարկեր։ Դե հա, էկզոտիկ երկրներում ընդլայնվելու հնարավորություն ունի մեր այգին այսօր, թե տարածքը արդեն ինչ կա։ Այգու տարածքը բավականաչափ մեծ է, քաղաքային այգու համար 35 հեկտարից ավելի է։ Ասեմ, որ կենթանաբանական այգու տարածքը երբ որ ընտրել են, այն ընտրության համար հրավիրվել են այն ժամանակվա համար շատ լավ մասնագետներ, որոնք ընտրել են քաղաքից դուրս հատվածում, այն ժամանակ Երևանից դուրս հատվածում, ընտրել են շատ լավ լանդշաֆտով, միկրոկլիմայով, սեփական փոքրիկ աղբյուրներով, այդպիսի ձորակ, որտեղ այգին կառուցվել է, Ճիշտ հաշվարկներ են արվել։ 1939 թվականին է եղել։ Այսինքն հաշվարկները շատ ճիշտ են։ Միանշանակ, շատ մասնագիտական հաշվարկ է արված։ Հետագայում այդ տարածությունը իհարկե շրջապատվել է քաղաքով եւ մենք կարող ենք օգտագործել մեր ունեցած այդ տարածքը, այսինքն այդ 35 հեկտարը։ Արդեն ընդլայնվելու տարածք կա։ Ինչ ես ուզում, բանը բալկոն ես ուզում ավելացնել։ Հենց այս պահին այս քաղաքային տարածքում, նկատի ունեմ, դրա կարիքն էլ չկա, որովհետեւ լանդշաֆտից ելնելով մենք կենթանաբանական այգու մի մասն ենք կարողանում օգտագործել, մնացածը թեք լանջեր են։ Հետագայում եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա ունենալ սաֆարի պարկ կամ օրինակ, դա արդեն այլ հատվածում, այլ չափանիշներով։ Ինձ հետաքրքիր է մեր կենթանաբանական այգու ամենաչարաճճի բնակիչն ով է։ Ոյ, չարաճճի բնակիչներ շատ Շատ են, ունենք։ բայց ամենա էլի են, որ գիտեք, որ գնալու եք, շփվեք ու իսկապես տրամադրությունը միանգամից բարձրանալու է։ Գաղտնիք ասեմ կամ կարող է ոչ գաղտնիք, ովքեր որ կենթանիներ պահում են անձամբ, դրանց համար բոլորովին գաղտնիք չեմ ասելու, բոլոր կենթանիները ունեն իրենց բնավորությունը, այսինքն կա կենթանիներ կան, որոնք որ շատ մարդկային են, մարդու համար ինչքան էլ դա կհնչի միգուցե տարօրինակ, բայց դրանք բոլորը մարդկային են, ունեն իրենց էմոցիաները, իրենց քմահաճույքները, բնավորությունը, տրամադրությունը, որը կարող է փոփոխվել այսօր մի տրամադրություն վաղը այլ։ Այդպիսի ոնց որ մենք կենթանիների հետ շփվում ենք, այնպես ինչ որ կշփվենք մեր հարևանների հետ կամ այլ, հա, գիտենք որ նրանք ունեն տրամադրություն, բնավորություն։ Չեք ուզում էլի առանձնացնեք մի քանիսին, որ հանկարծ Չեմ կարող ուղղակի առանձնացնել, որովհետև բոլորին մենք ունենք կենթանիներ, որոնց որ պահել ենք ծնված օրից, օրինակի համար ամենահայտնին ինձ թվում է կհիշեն մեր ռադիո լսողները, 22 թվականին ծնված Աֆինա Արյուծը, որի անունը ընտրեցին on-line քվեարկության մեր էջի հետևորդները, եւ այդ Արյուծի պատմությունը բավականին լուսաբանված, այսինքն ծնվեց շատ փոքրիկ, թույլ, մայրիկը հրաժարվեց, սովորաբար այդպես կնում է, թույլ զաքերի հետ մայրիկը հրաժարվեց, իրան ծնված օրվանից պահել ենք մենք աշխատակիցներով, 2 կաթի շշով, 2 ամիս ինքը քնում էր մեր կողքը, աշխատակիցները մնում էին հերթով կենթանաբանական այգում, որպեսզի մենակ չմնա, հա, ինքը գալիս էր ծոցում քնում էր, այսպես կապվածությունը բնականաբար այդպիսի կենթանիների հետ, հա, էմոցիոնալ կապվածությունը շատ մեծ, ընդ որում փոխադարձաբար կենթանիներ մեր հետ է կապված։ Բայց ցանկացած կենթանու հետ մենք ունենք նմանատիպ պատմություններ գրեթե։ Այդ ամենը լուսաբանվում է սոց պատմում եք էջերում։ Աշխատում ենք ոչ միայն անձնական էջերում, այլ նաև այգու էջերում փորձում ենք ներկայացնենք եւ դա այսպես կենթանիների պերսոնալիզացիայի անհատականացման, հա, մեթոդներից մեկն է, որպեսզի կենթանաբանական այգի եկող այցելուն տեսնի ոչ թե ուղղակի ինչ որ վերացական արյուծ, այո, այլ իմանա, որ սա ենթադրենք, այն Աֆինան է, վերաբերմունքը միանշանակ հիշալի։ Ես այս վերջերս վիդեո տեսա, աշխատակիցը կենթանու հետ ջերմ ողջունում էր, թևիկները բացել էր, ուրախացել։ Այո, մի պատմություն էլ դա էր, այդ կենթանուն մեր վայ հայրենակիցներից ինչ որ մեկը կրակել էին, հա, թռնելու ժամանակ կենթանին վիրավորվել էր, ընկել էր գետին, շատ լավ է որ այդ պահին
մարդիկ էին եղել հարևանությամբ, որոնք որ սրտացավ էին, կապնվեցին ինձ հետ, հարցրեցին կարող ենք բուժել, բերեցին այգի, մենք իրան բուժեցինք, կանգնեց ոտքի, կոպիտ ասած, Եվ դարձավ լիրա բնակիչ։ Դարձավ լիրա բնակիչ, որտեղ ցավոք սրտի արդեն վնասված թևով մենք իրան չենք կարող բաց թողնել բնություն, օրինակ առողջ են, բայց կոտրված հետո կպած թևով շատ ժամանակ թռչունները արդեն չեն կարող։ Ինձ հետաքրքրում է, եթե մարդկանց հետ հոգեբանները աշխատում են, ապա կենթայիների հետ աշխատող հոգեբան նման պրակտիկա կա թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար, շատ լավ հարց տվեցիք։ Մի քանի տարի առաջ, երբ որ ես ներկայացնում էի տարբեր հանդիպումների ժամանակ, որ կենթանիների հոգեբան, կենթանիների հոգեբանություն մարդկանց մեծամասնության համար դա օտար էր, խորթ էր հնչում Բայց հատուկ մասնագիտություն կա։ Այո, դա այդպիսի մասնագիտություն, ուղղվածություն համենայն դեպս կա, պատրաստում են նման մասնագետների եւ կենթանիների վարքագծը։ Ես բազային կենթանաբան եմ, ավարտել եմ Երևանի կենսաբանության ֆակուլտետը, պետական համալսարանի, գիտնական եմ, երկար տարիներ դասախոսել եմ, այնտեղ ասեմ իմ համար կենթանաբանությունը որպես մասնագիտություն, եւ բազմաթիվ ասպեկտներ կան կենթանաբանության կենթանիների հետ կապված, որոնք ինձ համար սովորական երևույթ են, առօրյա մասնագիտական, բայց երբ որ այլ տեսակետից ենք նայում, պարզվում է, որ մարդկանց մեծ մասի համար դա օտար ախորթ է, անծանոթ է, իհարկե կա այդպիսի բան, վարքագծաբան, կենթանիների վարքագծաբան, որը նաև հոգեբանությունն է ենթադրում կենթանիների ժամանակակից կենթանաբանական այգիներում չի կարելի կենթանիներին այսպես կերակրել, մաքրել ու համարել, որ այդքանով ավարտվեց կենթանիների աշխատանքը, այլ պետք է ապահովենք բարեկեցություն։ Այդ բարեկեցության մեջ ներառվում է նաև կենթանիների հոգեբանական բարեկեցությունը, ինչը շատ հաճախ ոչ պակաս կարևոր է, քան ֆիզիկական։ Կարճատև դադար այնուհետև կշարունակենք եթերը։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:29 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բավականին հետաքրքիր զրույց ունենք, որովհետեւ այդուհանդերձ կենթանական աշխարհը լի է գաղտնիքներով ու չբացահայտված էլեմենտներով եւ մենք այսօր փորձում ենք ձեզ հետ միասին բացահայտել Գաղտնիքները եւ շարունակում ենք զրույցը Երևանի կենթանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի հետ։ Պարոն Ասլանյան, մենք on-line հարթակում հետաքրքիր մեկնաբանություն ունենք։ Ես սպասում եի, որ այսպիսի հարց լինելու է։ Լիզա Ստեփանյանն ասում է, իսկ ես դեմ եմ կենթանաբանական այգիներին։ Մենք շատ ենք լսում այս արտահայտությունը, հիմա դուք էլ ասեք այդ մասին։ Բավականին տարածված արտահայտությունը, ես նման մոտեցումները անվանում եմ միֆեր կենթանաբանական այգիների մասին, որովհետև այդպիսի միֆեր կամ ստերեոտիպներ կամ պատկերացումներ բավականին շատ ձևավորվել են օբյեկտիվ, սուբյեկտիվ պայմաններով էական չի։ Տվյալ դեպքում նման հարցը առաջանում է ոչ միայն Հայաստանում, նման հարցադրումներ միշտ առաջանում են անգամ ամենազարգացած երկրներում, պես այո, կենթանապաշտպանները, հասարակության ներկայացուցիչները, ասեմ, որ ես որպես կենթանաբան եւ բնականաբար կենթանասեր առաջին կքվեարկեի կենթանաբանական այգիների փակման օգտին, եթե մարդկությունը կարողանար կենթանիներին պահպանել բնական միջավայրում։ Սակայն ցավոք սրտի կենթանիների բնակության միջավայրը, կենթանիների ուղղակի ոչնչացումը, բնակելի միջավայրի ոչնչացումը եւ կենթանիների ուղղակի ոչնչացումը ընթանում են այնպիսի ինտենսիվ տեմպերով ամբողջ աշխարհում, որ սա ստիպված քայլ է, այսինքն կենթանիների պահպանությունը ընդհանրապես իրականացվում է երկու հիմնական միջոցներով՝ կենթանիների պաշտպանությունը բնական միջավայրում եւ կենթանիների պահպանությունը միջավայրից դուրս։ Եվ այս երկու
պահպանական միջոցառումները գլոբալ առումով միմյանց փոխ լրացնելու նպատակ ունեն։ Ուղղակի որպեսի շատ չզբաղեցնեմ մեր եթերը տվյալ հարցով, որովհետև նման հարցերով մենք կազմակերպում ենք ընդհանուր գիտաժողովներ, հա, սա գիտաժողովի նյութ է, որպեսզի պատկերացում կազմեք վերջին 100 տարվա ընթացքում, քանի ընթանում այդ գրանցումները, 120 տեսակից ավելի կենդանիներ պահպանվել են երկրագնդի վրա, այժմ նրանք գոյություն ունեն, միայն այն շնորհիվ զուտ գոյություն ունեն, միայն այն բանի շնորհիվ, որ նրանք պահպանվել են կենդանաբանական այգիներում, հատուկ բազմացման կենտրոններում եւ նրանց բուծել են եւ վերականգնել են քանակությունը, բաց են թողել բնություն։ Շատ տեսակների վերջին տարիներին շատ տեսակների այդպես պահպանման գործողությունների մասսայականացման համար ֆիլմեր են նկարահանվում, մուլտֆիլմեր, լիամետրաժ եւ այլն։ Շատերը տեսած կլինեք Ռիո մուլտֆիլմը։ Սա հենց նվիրված է այդ երկնագույն առա տեսակի, թութակների տեսակի պաշտպանության գործընթացին, հա, նրանք գոյություն ունեն այժմ բնության մեջ միայն նրա համար, որ որոշակի քանակ պահպանվել էր կենդանաբանական այգիներում։ Արդարության համար նշենք, որ կան երկրներ, որտեղ հենց մարդիկ բնությանն այնքան մոտ են, որ նաև հոգ են տանում կենդանիների մասին եւ ամեն ինչ անում են, որ կենդանական աշխարհը չտուժի։ Նույնիսկ կարող ես այնտեղ հանդիպել ցուցանակների ուղված մարդկանց, գույշ եղեք, որպեսզի չվնասեք կենդանիներին։ Շատ լավ ուղղություն է, իհարկե, ես միանշանակ կողմ եմ դրան, բայց կրկնեմ ցավոք դա ոչ բոլոր տեղերում շատ քիչ է։ Մեր փիղը ոնց է։ Փիղը Ի վերջո այսօր նրանց օրն է։ Այո, փիղը ֆիզիկապես շատ լավ վիճակում է։ Վերջերս մեզ մոտ էր հյուրընկալում, մեզ մոտ իրականացվում է ամենամյա մոնիտորինգ փղի որպիսության, հա, գնահատման, այո, կան միջազգային մասնագետներ փղերի, որոնք պարբերաբար այցելում են մեր կենդանաբանական այգի, մենք հաշվետու ենք փղի ֆիզիկական վիճակի համար, նրանք այցելում են, տեղում ստուգում են ֆիզիկական վիճակը, էմոցիոնալ ֆոնը, զբաղվածության աստիճանները, ֆիզիկական վիճակը փղի մշտական գնահատվում է լավ կամ շատ լավ, խնդիրը մենք ինքներս գիտենք մեր փղի, ինքը մենակ է, կարոտում է, դա բավականին տարածված խնդիր է, խմբային կենդանիները կամ ընտանիքներով ապրող կենդանիների համար, այստեղ միակ լուծումը նա է, որ կենդանու տարածքի, բնակելի տարածքի նորմատիվները ապահովելուց հետո բերենք փղի համար ընկերներ կամ ընկերուի, որպեսզի նրանք խմբով ապրեն։ Դա թանկաճույք է, Իհարկե։ Ասեմ, որ առաջնային պահման պայմանները բարելավելն է, որտեղ մեր քաղաքապետարանը իրականացնում է ծրագիր նոր փղի նոր ազատավանդակ կառուցելու, ես գիտեմ, որ արդեն ծրագիրը հաստատված է, նախագիծը հաստատված է եւ մենք մոտ ապագայում կունենանք շինարարության սկիզբ, հա, կտեսնենք շինարարության սկիզբը, որից հետո մենք արդեն դիմել ենք միջազգային կառույցներին, որպեսզի մեր փղի համար ընկերներ բերեն եւ մենակ 3 սենյականոց եք էլի դարձնում, որ չնեղվեն հանկարծ տարածքային առումով։ Հա, շատ խիստ նորմատիվներ կա, շատ լավ դուք մեր զրույցի սկզբում ասացիք ազատավանդակներ բառը, կան ժամանակակից շատ խիստ նորմատիվներ ցանկացած կենդանատեսակի համար, կան իրենց պահանջները արտաքին տարածքի մեծության հետ կապված կահավորման, ներքին եւ այլն եւ այլն։ Իսկ մենք պետք է ապահովենք այդ ամեն ինչը։ Վահե Արթինյանն է ակտիվ գրում է, Ավստրալիայում է բնակվում եւ հետաքրքիր փորձառությամբ է կիսվում, ասում է Ավստրալիայի կենդանաբանական այգին շատ ընդարձակ է, շատ գեղեցիկ, ունի բազմաթիվ կենդանիներ եւ բավական ազատ են, ապահոված բնական պատշգամբներով, որ կենդանին ավելի ազատ է եւ ասում է, որ իրենց մոտ ամենաչարաճճին կապիկն է։
Դե չենք զարմանում ճիշտն ասած, այդպես չի։ Ամենաուրախ ինձ թվում է հատվածն է փոքրիկների։ Իմ սիրելի հատվածն էլ է ճիշտն ասած։ Տիգրան, որ կենթանու մոտս ավելի շատ սիրում Ես երկար մնալ։ արջուկներին եմ շատ սիրում։ Լուրջ։ Այո։ Վայ, չէ, ես կապիկներին եմ, չորաճճի են։ Չես կարող չծիծաղել ուղակի։ Դե կապիկները կարծես մենք նայում ենք կապիկներին, մեզ տեսնում ենք հայելու մեջ։ Մի արեք։ Չէ, մարդկանց տեսակետից եմ ասում, այսինքն մարդիկ նայում են կապիկներին, Դարվինի ուսմունքի տեսակետից։ ինչ որ չափով, հա, իրանց մեջ տեսնում են ոնց որ իրենց փորձում են նույն տիպի ձայներ անել։ Մենք ամբողջ օրը աշխատանքի բերումով շփվում ենք եւ կենթաների եւ այցելուների հետ եւ դա միանշանակ այդպես է։ Մարդիկ կանգնում են կապիկների վանդակի մոտ, սկսում են կապիկի, հա, կապիկների ձայները, շատ ժամանակ կապիկներ կան, որոնք զարմացած նայում են մարդկանց վրա, հա, էլ ուզում են Ինչ հասկանալ կապիկություն եք անում։ մոտավորապես այդպես է։ Այստեղ Լևեն Մինասյանն է գրում բարի լույս, ասում է որ դուք շատ ճիշտ բան եք ասում հոգեպես խաղաղվելու եւ այդ առումով, հա, կենթանիները շփվելու, ասում է նոր են վերադարձել իմ հրաշքների մոտից։ Չգիտեմ իր հրաշքները որտեղ են, ինչ կենթանիներ են, բայց այդուհանդերձ մենք տեսնում ենք ակնհայտ օրինակներ, որ ռադիոլսողները ակտիվ գրում են։ Ինչ ասեմ, կարող եմ շնորհավորել, եթե եւ ուրախանալ իր համար, որ ունի այդպիսի տեղ, ունի հրաշքներ, որտեղ կարող է գնալ, ծրվել, շփվել, ստանալ դրական էմոցիաներ, հոգեկան հավասարակշռություն վերականգնել, հա։ Դա բնությունն է միանշանակ եւ իհարկե կենթանիները ինչ նորությունների սպասենք առաջիկայում Երևանի կենթանաբանական այգուց։ Մի փոքր իմ մոտեցումը, խնդրում եմ ինձ ներեք, մոտեցումը այլ է, ես չեմ սիրում ասել, թե ինչ ենք սպասելու, երբ որ հասնում է, չէ, անակնկալի խնդիր չի, ուղղակի թող կատարվի, ես անոնսեմ, ներկայացնեմ, որ այսպիսի բան կատարել ենք, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան, որոնք որ կարող են խանգարել այդ պլանների կատարմանը, կստացվի, որ ես ինչ-որ մի բան կարծես ավանսով խոսք եմ տալիս, որը որ կարող է եւ չկատարվել։ Մենք համենայն դեպս ամեն ինչ անում ենք, որպեսզի այգին բարելավվի եւ մեր այգու ամբողջ թիմը, սկսած կենթանաբանական այգու տնօրինությունից, տնօրինի ղեկավարությամբ եւ վերջացրած բոլոր աշխատակիցներով ամեն ինչ անում ենք, որպեսզի այգին հնարավորության սահմաններում բարելավի, ամեն տարի մեր առաջ դնում ենք որոշակի սահմաններ, սահմանագծեր, խնդիրներ, որոնք որ մենք պետք է իրականացնենք։ Ինչ է փոխվել այս տարիների ընթացքում այցելուների շրջանում, ինչ կասեք առհասարակ այգի այցելելու մշակույթի մասին, երբ տարիներ առաջ գալիս էին, հա, չնայած որ գրվածը չկերակրել, այս բանը չանել, միևնույնն է, անում են, հիմա ինչ որ բան փոխվել է այցելուների այդ ընկալումների եւ մշակույթի մեջ։ Զգացվում է ձեր պրոֆեսիոնալիզմը, կպակիմ թույլ տեղին, այցելուների մշակույթը օբյեկտիվ ասեմ միանշանակ ընթանում է դեպի լավ։ Սակայն դեռ ցուցանակը եւ սակայն դեռ այնքան լավ չեն, ոնց որ մենք կուզեինք։ Ցավոք սրտի կան այցելուներ, որոնք անպայման ցանկանում են ինչ-որ մի բան նետել կենթանու վրա, որպեսզի կենթանին, որը որ քնած էինք անպայման պետքա վեր կենա, ինչ-որ մռնչա, հարցակվի իրancs վրա, իրանք ադրենալին ստանան դրանից, ինքնահաստատվեն, երևի որովհետեւ պատճառաբանված, ոնց որում շատ հեշտ է հրահրել առյուծին, երբ որ դու գտնում ես ճաղավանդակի մյուս կողմում։ Այո։ Լրիվ անվտանգ է։ Ու ոչ ոք չի մտածում, որ դրանով այդ կենթանու հոգեբանական վիճակն է խաթարվում, ստրեսի է կենթարկում եւ այլն։ Արդարության համար պետք է ասեմ, որ աստիճանաբար պակասում են նման դեպքերը, ավելի ու ավելի քիչ են, բայց այնուամենայնիվ ման չեն օգնում, որ գրված լինի, ենթադրենք, եթե ձեզ վատ բայեք, մենք ձեզ կտուգանենք օրինակ։ Ցավոք մենք այդ ֆունկցիաները, տեսախցիկները դրված են, իհարկե լուրջ վնասներ հասցնել դեպքում մենք ոստիկանության միջոցով կարող ենք գտնել նման կարգազանց այցելուներին, բայց բնականաբար հասկանալի է, որ մենք ինչ որ այդ պահին մարդկանց տուժի ենթարկելու իրավասության
ազատություն չունենք, մենք պետքա դիմենք ոստիկանությունը համապատասխան Այսինքն ներքին դուժ իրավունք չունեք իրականացնել, որ եթե սա թատրոն չէ, եթե ձեզ վատ եք բայել, մենք ձեզ կարող ենք տուգանել։ Այգին չունի նման օրենքներ։ Շատ լավ զուգահեռ անցկացրիք, վերջերս շատ չեմ սիրում, երբ որ այցելուները գալիս են սկսում են կոտրել ծառերը, ճյուղերը, ծաղիկները, ծաղկած թփերը ու փորձում են իրancs հետ տանել։ Դիտողություն արեցի, կանայք էին, վայ ինչ անենք դե ծաղիկը, ասում են որ վաղը գնաք թատրոն այնտեղից բան վարագույրից մի կտոր կտրելու եք տանեք ձեր հետ տուն, ինչ տարբերություն, հա։ Այստեղ մի քիչ կուլտուրայի խնդիրն է, մինչև մարդկանց մոտ աստիճանաբար, այո, բայց միևնույնն է, գրպանին եթե չկպնես, չեն դա։ Չէ, ինձ թվում է այսօրվա եթերից հետո որոշ մարդիկ արդեն իսկապես կմտածեն, որ ցավեցնում են իրենց, ինչ եթե օրինակ Արյուծարտնը չի կարելի նրան այդ վիճակի բերել, հարգելի ծնողներ, հատկապես դուք պիտի նպաստեք, որպեսզի երեխաները ճիշտ վարքագիծ դրսևորեն, եթե գտնվում են այո կենթանաբանական այգում, ագրեսիան ինձ թվում է դա վատագույն ընկերն է, հատկապես երեխաների համար։ Էլ չենք խոսում աղտոտելու մասին, նույնը տարեվացաղիկը, ձողիկները, բլիթները եւ այլն։ Շնորհակալ ենք ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն եւս մեկ անգամ առիթ անձեռեցիք խոսելու իմ սիրելի աշխատանքի մասին, այո, ոլորտի նվիրալու, ներկայացնելու որոշակի խնդիրներ, ձեզ շնորհակալություն։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ մեր զրուցակիցներ Երևանի կենթանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը, իսկ մենք լսում ենք կենթանաբանական աշխարհի նվիրված Maroon 5-ի հայտնի կատարումներից մեկը։ Գնացինք։ Maybe you think that you can hide. I can smell yourself for miles, just like animals, like animals, bulls. Baby, I'm. So what you trying to do to me? It's like we can't stop, we're enemies. But we get along when I'm inside of you. You're like a drug that's killing me. I cut you out entirely, but I get so high when I'm inside of you. Yeah, you can start over, you can run free, you can find other fish in the sea, you can pretend.
Maroon 5 եւ Animals կատարումներ մեր եթերում 10:46 սուրճ ու սրարավոտից հաղորդումը շարունակվում է ուղիղ եթերում Եվ շնորհակալություն ենք հայտնում ձեզ այսքան ակտիվ լինելու համար, նույնիսկ չեմ հասցնում նամակները ընթերցել, այնքան ակտիվացել են մեր ռադիո լսողները, շատ լավ է որ դուք կենթանասեր եք եւ սիրում եք բնությանը մոտ լինել։ Օրինակ Վահե Արտինյանի ամբողջ հույսը գիտես որն է, որ AI-ը վերջապես կստեղծի հնարավորություն, որի միջոցով մարդիկ կկարողանան խոսել կենթանիների հետ։ Դե ինչ ասեմ, գուցե այդպես էլ ստացվի։ Մի օր կգա, իհարկե կգա։ Ռաֆիկ Բադեյանն ասում է բարև ձեզ, առանձնապես իրեն հետաքրքրում է մեր երկրում եւ հայկական լեռնաշխարհում բնակվող կենթանիների ճակատագիրը, ինչ է սպասվում ապագայում վանակատու ցեղատեսակին եւ լուսանին, ում նկատել էին վերջերս Լոռու մարզում մայրուղին հատելիս, արդյոք իրականացվում են որևէ միջոցառումներ։ Մեր հյուրն արդեն ցավոք գնացել է, բայց հուսանք դուք կստանաք մոտ ժամանակներս նաեւ այս տեղեկությունները։ որ ի վերջո Կենթանաբանական այգու կարող են պատասխանել այդ հարցերին, այո, միայն կենթանաբանական այգու հետ կապված հարցերին կարող էր պատասխանել, բայց հետաքրքիր դիտարկում եմ։ Քո սիրելի կենթանին Արջուկը լուրջ ես հայսում ոչ եւ թութակը խոսող Դե խոսող թութակները դրանք ուրիշ մի պատմություն են Մենք շարունակում ենք միասին վայելել ամառային առավոտը Դու քաղցր աղջիկ ամենից սիրում Քեզ երկում եմ սեր դու ես իմ սրտում Տես երկինքը մեզ շփտում է կարծես Ինչ անեմ ասա ես սիրում եմ քեզ Կոնն է ամեն ինչ աշխարհը սիրում Քեզ իմ սերն ու կյանքն եմ նվիրում Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ որը կյանքեր ու շատ անկեր է մի հատիկ Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ որը կյանքեր ու շատ անկեր է մի հատիկ Աշխարհը կարծես աչքերը քո ջինջ Շփիտը տանուշ երեսը պայծառ ու չհասկացա ոնց հոգիս մտա Կսիրեմ անվերջ դու ինձ հավատա Իմ քաղցրս ոնց ես քեզ կտա Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ որը կյանքեր ու շատ անկեր է մի Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ որը կյանքեր ու շատ անկեր է մի հատիկ Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ որը կյանքեր ու շատ անկեր է մի հատիկ Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ որը կյանքեր ու շատ անկեր է մի հատիկ որը կյանքեր ու շատ անկեր է մի Սուրճ ու սեր առավոտից 10:50 հունիսի 11-ն է օրը 5 շաբթի մենք դեռ ունենք ժամանակ աշխատելու եթերում Երջանիկ Այո, երջանիկ ենք, որ վաղը հանդիպելու ենք Սյունիքի մարզի մեր ռադիոլսողների հետ, վաղը մենք ճանապարհ կընկնենք եւ եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ մեզ հետ միասին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Սյունիքի մարզի 2 Համայնքում եւ այսպես հունիսի 13-ին ժամը 17-ին հանդիպելու ենք Մեղրիի մշակույթի տանը, իսկ հաջորդ օրը հունիսի 14-ին ժամը 18-ին այս անգամ կհանդիպենք Սիսիանի մշակույթի կենտրոնում մուտքն ազատ է, սպասում ենք բոլորին։ Այստեղ Խասմիկ Ավետիսյանը հետաքրքիր գրառում էր արել, նախորդ անգամ երբ հայտարարեցինք, ասում է բարի լույս, լավ ու հաճելի օր բոլորիս, իսկ գավառում լինելու եք, թե չէ մի տեսակ ես նախանձեցի։ Կոնկրետ գավառում չենք լինելու հարգելի Հասմիկ, բայց մենք շատ արագ նաև ասենք, թե որ հատվածներում ենք լինելու, որպեսզի դուք դեռ չի ավարտել, գուցե գավառի համայնքապետարանին ասեք, թող հրավեր ուղարկեն։ Մի խոսքով
Կես Հարցի կատակ, լուծում։ կես լուրջ, կես այո, իրականում այո, ես վստահ եմ, որ եթե դուք առաջարկություններով հանդես գաք, ապա ինչու ոչ, արա մեր տեղեկացնենք, որ մենք լինելու ենք Բերդում, բացի Մեղրից եւ Սիսյանից, լինելու ենք Վարդենիսում, լինելու ենք Բերդավանում եւ լինելու ենք Մարտունիում։ Այս վայրերի մանրամասները հաջորդիվ կներկայացնենք։ Հիմա կարևորը, որ մենք վաղը վեր ենք կենալու, արտանալու ենք շատ վաղ Եվ ճանապարհ եք գնալու դեպի Մեղրի։ Եվ հանգստյան օրերին Սյունիքի մարզում ունենալու ենք կարծում հաճելի հանդիպումներ։ Վստահ եմ, որ հաճելի է լինելու, հատկապես երբ մեզ կմոտենան մեր ռադիոլսողները, որովհետև մենք հնարավորություն ունենք ծանոթանալու նրանց հետ, նրանք էլ մեզ հետ ի վերջո, սա հիանալի է ուղղակի։ Իսկ այսօրվա համար այսքանը, ձեզ համար սիրով այս առավոտ աշխատեցին Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը։ Վայելեք ամառային օրը, հաջող աշխատանքային օր բոլորիս, իսկ վաղ արդեն մեր գործընկերները ձեզ կողջունեն ժամը 9:30-ից։ Մնացեք Անրայինի հետ։
just keep on flying.